Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին 2023-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած Գևորգ Գասպարյանի առօրյան արդեն 2 տարի շարունակվում է վերականգնողական մերսումների գնալով ու տարվա մեջ մի քանի վիրահատություններով։ 2 հատ արել ենք, 2 հատ հələ ունեմ պլաստիկ անելու, որ նոր նրանից հետո անցնենք տենը պարատեզավորման, այդ մատերը որ կտրել էին խանգարում էր, ծուռ էր աճում, ոչ լիարժեք էր, դրա համար հեռացրել են, 2023 թվականի տեղահանության օրերին տուն ու տեղ կորցրած արցախցիներին եւս մեկ դաժան լուր ցնցեց։ Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյուն է տեղի ունեցել, այն 218 մարդու կյանք է խլել։ Հիմնականում վարորդներ, որոնք փորձում էին Հայաստան հասնելու համար վառելիք հայթայթել։ 120 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել, հիմնականում այրվածքներ։ Նրանցից ոմանք մինչև օրս շարունակում են վերականգնողական բուժումը։ Հատկապես այս քաղաքացիների համար բարդ է ընտանիքի սոցիալական խնդիրները լուծելը։ Ուզում էի ախրանիկ տնամ, որտեղ կա գիշերային տնդ, գնամ դեն ոչ մի տեղ չեն ընդունում այս առողջական վիճակից պատճառով։ Դիմել եմ, մի քանի տեղ դիմել եմ, բայց որ տեսել են այս վիճակնաձեռներս չեն ընդունել ոչ մի տեղ։ Գևորգը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, թոշակ է ստանում եւ օգտվում ամսական միանվագ 30,000 դրամ աջակցությունից։ Ասում է, Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում այդ աջակցությունից կզրկվի եւ իր խնդիրները չի կարողանա լուծել։ Գնացի դիմեցի քաղաքացիություն ստացա։ 6 միլիոն փող են տալիս, այս 6 միլիոնով եկալ եմ ինչ անեմ։ Իսկ որ այդ համ Կիրյանցում ուզենամ 6 միլիոնով տուն առնեմ, սահմանամերձ այնտեղ չեմ կարող այդ 6 միլիոնով տուն առնեմ։ Կամ ես գնամ դե ներս թոշակառու ես այս վիճակում, ես գնամ սահմանամերձ կամ հեռու գյուղերում, ես գնամ դե ինչ անեմ։ Ոչ հողագործությամբ կարող զբաղվեմ, ոչ անասնա բուծությամբ կարող զբաղվեմ։ Կառավարության որոշմամբ այս տարվա ապրիլից սահմանափակվել է բնակվարձի փոխհատուցման եւ ծրագրից օգտվողների շրջանակը ու կրճատվել աջակցության չափը։ Եթե բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեցողները ստանում էին 50,000 դրամ, ապա ապրիլից գումարը 40,000 է, իսկ հուլիսից արդեն 30,000 դրամ։ Դրա հետ մեկտեղ կրճատվեց նաեւ շահառուների շրջանակը։ Հուլիսից աջակցությունը շարունակում են ստանալ մինչեւ 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63-ից բարձր տարիքի քաղաքացիները, կերակրողին կորցրածներ կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Արդյոք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայթյունից տուժածների համար առանձին մոտեցում ցուցաբերում է։ Կառույցից չպատասխանեցին, միայն հորդորեցին հարցում ուղարկել։ Իսկ ինչից կարող էր լինել պայթյունը, 2 տարի անց հարցի պատասխանը իրավապահները չունեն, դեռևս որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։ Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին միայն, որ պայթյունի գործով կա նախաձեռնված քրեական վարույթ, որով նախաքննությունը ակտիվ փուլում է։ Ըստ իրավապահ կառույցի, մասնավորապես քննություն է տարվում պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ։ Նշանակվել է դատահրդեհատեխնիկական եւ դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։